Հայ օգնության ֆոնդը, ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, Շիրակ տեխնոլոգիաներ ՍՊ-ն եւ ազգանվեր ամերիկահայ ու տեղացի բարերարները Պատրիկ Սարգսյանի նախաձեռնությամբ 2005 թվականին Գյումրիում հիմնում են տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն, մեկ հիմնական նպատակով զարգացնել մարդկային ու գիտական ներուժը։ Կենտրոնն իր գործունեությունը սկսել է փոքր տարածքում, սակավ արհեստավարժ աշխատակիցներով ու տեխնիկական հագեցվածությամբ։ Սկսած գործի նկատմամբ հավատը, նպատակասլացությունը, աշխատասիրությունն ու բարերարների օգնությունը կենտրոնի համար ամուր հիմնաքար են։ Առաջին պայմանը եղավ այն, որ պիտի դասավանդեն ոչ թե դասախոսներ, ակադեմիկ դասախոսներ, այլ պրակտիկ գիտելիքներ տալու համար պետք է ընդգրկենք ծրագրավորման ընկերությունների աշխատակիցներ։ Սկզբում Թշցից, հետո արդեն Երևանից, երբ որ սկսեցին ընդլայնվել ծրագրավորման ընկերությունները, սկսեցին հրավիրել մասնագետներ, կազմակերպել այդ դասընթացները, իրենք հաճույքով համաձայնեցին շաբաթը մեկ անգամ յուրաքանչյուրը գալ Գյումրի եւ դասավանդել կենտրոնում։ Առաջի տարիները, որ մենք եկանք, այսպես էր մի կոմպի մոտ, մի համակարգչի մոտ երկու հոգով ենք նստում, այդպես ենք սովորում, որովհետև չկար, կոմպյուտեր չունենք։ Համակարգչային ճարտարագիտություն սովորելու համար առաջին իսկ տարում կենտրոն դիմեցին տարբեր բուհերի 2 տասնյակից ավելի շրջանավարտներ։ Կենտրոնը սկսեց աշխատել ու զարգանալ, լավ կադրերի հավաքագրումը, նպատակաուղղված ու համառ աշխատանքը դարձավ կենտրոնի ձեռքբերումների առաջընթացի ու ընդլայնման գրավականը։ 2006 թվականից սկսեց գործել վեբ ծրագրավորում բաժինը։ 2007-ին արդեն կենտրոնը տվեց առաջի շրջանավարտները, որոնց ներուժի շնորհիվ էլ Գյումրիում հիմնվեց Instigate Design ծրագրավորման ընկերության մասնաճյուղը, որտեղ աշխատանքի անցան շրջանավարտների գրեթե 80%-ը։ Ցանկացած ուսուցում կազմակերպողի նպատակը այդ է, որ իր մոտ կրթություն ստացած ուսանողը կարողանա լավ աշխատանք գտնել ու հիմնականում GITC-ի նպատակն է այդ ուսանողներին կենտրոնացնել Գյումրիում, GITC-ի շուրջ կամ թեկուզ Գյումրիում գտնվող ցանկացած ընկերությունում։ Մարդիկ իրենց զգում են հավասար կենտրոնում, հավասար պայմանների ապահովված բոլոր աշխատակիցների եւ ուսանողների համար։ Յուրաքանչյուր ոք, ով որ մուտք է գործում կենտրոն, տեսնում է, այսպես ասած, արևմտյան մտածելակերպի շարժը կենտրոնում։ Այսինքն մարդը դիտարկում է այդ մարդկային արժանինքների շնորհիվ, անկախ պաշտոնից, անկախ ունեցած դիրքից։ Առաջին հաջողություններից ոգեշնչված կենտրոնը սկսեց նոր, առավել համարձակ ծրագրեր ներկայացնել, հետզհետե ընդլայնելով մարդկային ռեսուրսներն ու տեխնիկական հնարավորությունները։ Ամեն տարի կենտրոնում հայտարարվում է երկամյա հիմնական, կարճաժամկետ ընտրովի, հատուկ պայմանագրային, ինչպես նաև օնլայն դասընթացներ։ Երկամյա հիմնական դասընթացներն իրականացվում են 3 բաժիններում՝ վեբ տեխնոլոգիաներ, մոբայլ տեխնոլոգիաներ, համակարգչային նախագծում եւ ճարտարագիտություն։ Ունենք հստակ կանոնակարգեր, որոնց չհամապատասխանելու դեպքում ուսանողը չի ավարտում կենտրոնը, սակայն չեն կարող ասել, որ ինքը շահառու չէ։ Շահառու է, քանի որ նույնիսկ եթե հեռացվել է, ինքը նորից օգտագործել է այդ գիտելիքները տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում։ GITC-ին տալիս է շատ արդիական գիտելիքներ, որը մրցունակ են թե այստեղ Հայաստանում, թե արտասահմանում։ Ես ավարտել եմ .NET-ի ASP.NET Web Design-ը ու ինձ հնարավորություն ընձեռվել է Երևանում աշխատելու։ Հիմա արդեն աշխատում եմ, դեռ չավարտած։ Երկու աշխատատեղ համատեղել է։ GITC-ին հնարավորություն տվեց, որ պարզապես արտանասուն նաշանով քո ճակատագիրը փոխել, այսինքն գնացել է ցախ, թեքվեց դեպի աջ, ուղիղ շարժվեց, որտեղ մեծ հնարավորություններ է բացում, այդ GITC-ին տալիս է երեխեքին։ Տարեցտարի հղկվում է ուսումնական ծրագիրը դիպլոմային աշխատանքի շրջանակներում ներկայացված ծրագրերը դառնում են առավել գործնական։ 2013 թվականի շրջանավարտները 10 ուսանողներ վեբ տեխնոլոգիաներ եւ 4 ուսանողներ մոբայլ տեխնոլոգիաներ բաժիններից ներկայացրել են թվով 9 աշխատանք եւ որպես հաջողված բիզնես նախագծեր ֆինանսավորվել են տարբեր ընկերությունների կողմից։ Ամենակարևորը հենց վերջնական փուլն է, որտեղ իրանք աշխատում են մի պրոյեկտի վրա, որը ներդրվելու է կամ տեղի միջավայրում կամ վաճառքի համար է դուրս հանվելու։ Դիպլոմային ծրագիր որպես գրել ենք Facebook application Pepsi-ի համար, որը real
պրոյեկտ է եւ այս պահին գործում է Facebook-ում։ Այս պրոյեկտը աշխատել եմ մենակ։ Մեր ծրագիրը հնարավորություն ունի այդ նկարած նկարից ստանալ տեքստ ու այդ տեքստը թարգմանել ցանկացած լեզվով։ Կատարել եմ 2 ամսվա ընթացքում հիմնվելով 2 տարվա գիտելիքների վրա։ Այսօր շրջանավարտների 93%-ն աշխատում է հավատարիմ մնալով կենտրոնի առաքելությանը, այն է պատրաստել բարձրակարգ մասնագետներ տեղեկատվական, հեռահաղորդակցության եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտում, ժամանակակից նեղ մասնագիտական կրթության միջոցով նպաստել տեղեկատվական տեխնոլոգիաների ենթակառուցվածքի ընդլայնմանն ու զարգացմանը հյուսիսային տարածաշրջանում։ Կենտրոնն ավարտած եւ աշխատանքի անցած մասնագետները հաջողության հասնելու բանալին գտել են եւ հիմա այն փոխանցում են իրենց կրտսեր ընկերներին։ Սովորելն է միայն։ Եթե իրանք լուրջ են մոտենում այդ ամեն ինչին, արդյունքում դառնում են լավ մասնագետ, պահանջված մասնագետ եւ մտնում են արդեն գոյություն ունեցող այլ մասնագետների հետ մրցակցության մեջ։ Թիմային աշխատանք, հավատ, ցանկություն եւ ամենակարևորը այն գնահատականը, որ մենք տալիս ենք այն մարդկանց, ովքեր որ փող են ներդնում այս ծրագրի համար։ Ցանկացած միջազգային կազմակերպություն, ուսումնական հաստատություն, որոնք որ դասընթացներ են կազմակերպում, նրանց մեջ նույն ուսուցման նկատմամբ խստա պահանջություն կա, այդ նույն խստա պահանջությունը Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնում է գործում, այսինքն այն ուսանողը, որը սովորող է, այդ ուսանողը կհասնի հաջողության, այն ուսանողը, որը սովորելու այդ նման աշխատասիրություն չի դրսևորել, այդ ուսանողը սովորել այստեղ չի կարողանա ինչ որ ժամանակ հետո ուղղակի ինքնուրույն դուրս է գալիս համապատասխան ուսումնական փուլի։ Կենտրոնը այն միակ վայրն է, որտեղ կարելի է վերցնել մասնագետներ, տեխնիկական եւ մասնագիտական հմտություններով զինված։ Սա քաղաքում առանց այն էլ դժվարին խնդիր է մարդկային ռեսուրսների եւ մասնագետների հարցը, նամանավանդ մեր ոլորտում, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում։ Եթե չլիներ կենտրոնը, այս դժվարին խնդիրը կդառնար պարզապես անլուծելի խնդիր։ Յուրաքանչյուր աշխատակից հետադարձ հայացք ուղղելով համոզված ասում է կենտրոնը նպաստել է տեղեկատվական տեխնոլոգիաների ապակենտրոնացմանը մայրաքաղաքից Մարս, խթանելով տնտեսության զարգացումն ու նպաստելով արտագաղթի ցուցանիշի նվազմանը։ Հավատալով իրենց կարողություններին եւ Գյումրի քաղաքի վաղվա օրվան կենտրոնում սովորեցնում են, նաեւ սովորում եւ աշխատանքով ապացուցում, որ աշխատատեղեր այնուամենայնիվ կան։